Bidi-boom, bidi-bi-badi-boom. Ռեկ 2-3 Ֆիլմերի մասին խոսելիս գրեթե միշտ նույն անուններն են հնչում։ Հայտնի ռեժիսորներ, օպերատորներ, դերասաններ, բայց շատ հաճախ մի կարևոր խումբ բաց է մնում՝ կանայք։ Մինչդեռ կինոյի պատմության հենց առաջին օրերից նրանք եղել են թե տեսախցիկի դիմաց, թե նրա ետևում, մոնտաժի սեղանի մոտ և նկարահանման հրապարակում։ Այսօրվա Ռեկ 2-3-ում խոսելու ենք այն կանանց մասին, առանց որոնց կինոն հաստատ նույնը չէր լինի։ Եթե ուզում ենք հասկանալ, թե կանայք ինչ դեր են ունեցել կինոյում, պետք է վերադառնանք ամենասկիզբ՝ համր կինոյի ժամանակաշրջան։ Այն ժամանակ կինոն դեռ նոր էր ձևավորվում, բայց արդեն կային մարդիկ, ովքեր կոտրում էին ընդունված կանոնները։ Այդ մարդկանցից ամենակարևորներից մեկը Ալիս Գիբլաշենն էր։ Նա առաջին կին ռեժիսորն էր, ով սկսեց նկարահանել գեղարվեստական պատմողական ֆիլմեր։ Այն ժամանակ շատերը կարծում էին, որ կինոն տղամարդկանց գործն է, բայց Ալիսը ապացուցեց ճիշտ հակառակը։ Նա ցույց տվեց, որ կանայք կարող են ոչ միայն խաղալ ֆիլմերում, այլև ստեղծել դրանք։ Բայց նա միակը չէր։ Համր կինոյի տարիներին կանայք աշխատում էին որպես սցենարիստներ, պրոդյուսերներ և ռեժիսորներ։ Նրանք փորձարկում էին նոր պատմելու ձևեր, նոր գաղափարներ, և հենց այդ փորձերն էլ դարձան այն հիմքը, որի վրա զարգացավ կինոն։ Օրինակ, Լուիս Վեբերի ֆիլմերը բարձրացնում էին այնպիսի թեմաներ, որոնց մասին այդ ժամանակ քչերն էին համարձակվում խոսել։ Աղքատություն, կանանց իրավունքներ, սոցիալական անհավասարություն։ Նա ապացուցեց, որ կինոն կարող է ոչ միայն զվարճացնել, այլև ստիպել մտածել։ Հետո եկավ Հոլիվուդի ոսկե դարաշրջանը։ Փայլ, մեծ աստղեր, շքեղ ֆիլմեր, բայց այս փայլի ետևում կանայք շարունակում էին բախվել բազմաթիվ սահմանափակումների։ Դորոթի Արզները այդ ժամանակաշրջանի միակ կին ռեժիսորն էր Հոլիվուդի ստուդիական համակարգում։ Իսկ էկրանի վրա կանանց կերպարները շատ հաճախ սահմանափակվում էին նույն կարծրատիպերով։ Այնուամենայնիվ, դերասանուհիներ, ինչպիսիք են Քեթրին Հեբբերնը և Բեթ Դեյվիսը, հրաժարվում էին խաղալ սովորական հերոսուհիների կերպարներ։ Նրանք պայքարում էին ավելի բարձ կերպարների համար, դրանով իսկ փոխելով ոչ միայն իրենց կարիերան, այլև կինոյի պատմությունը։ Ռեկ 2-3 Մինչ հաղորդման երկրորդ մասին անցնելը։ Եթե ձեզ դուր է գալիս այնինչ անում ենք, կարող եք աջակցել Լումին մեր Patreon-ում։ Ամսական ընդամենը 1 կինոյի տոմսի արժեքով կարող եք օգնել մեզ ստեղծելու ել ավելի որակյալ բովանդակություն։ Իսկ դրա դիմաց կստանաք նոր թողարկումները բոլորից շուտ, բոնուսային կոնտենտ և կդառնաք Լումի փակ համենքի մի մասը։ Աջակցելու համար պարզապես սկանավորեք QR կոդը։ Ռեկ 2-3 20-րդ դարի վերջում իրավիճակը սկսեց փոխվել։ Ավելի շատ կանայք սկսեցին պատմություններ պատմել, բայց դա չէր նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել էին։ Գենդերային հավասարության հարցը շարունակում էր մնալ արդիական։ Այս փոփոխությունների վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև ֆեմինիզմը, հատկապես 1960-ից 70-ականների երկրորդ ալիքը, որը փոխեց ոչ միայն հասարակությունը, այլև կինոն։ Ֆիլմերում սկսեցին նկարահանվել ավելի ուժեղ և անկախ կին կերպարներ։ Փոփոխությունները հասան նաև նկարահանման հրապարակ։ Ավելի շատ կանայք սկսեցին զբաղեցնել ստեղծագործական և ղեկավար պաշտոններ։ Այս ժամանակաշրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը Անյես Վարդան էր, ով ֆրանսիական նոր ալիքի կնքամայրն էր։ Նրա ֆիլմերը համադրում էին վավերագրական մոտեցումը, պոետիկ լեզուն և մարդկանց հանդեպ հետաքրքրությունը, ինչի շնորհիվ նա դարձավ համաշխարհային կինոյի հարգված հեղինակներից մեկը։ Այսօր կին գործիչները համաշխարհային կինոյի անբաժան մասն են կազմում։ Ջեյն Քեմփիոնը պատմության մեջ առաջին կին ռեժիսորն էր, ով արժանացավ Կաննի ոսկե արմավենու ճյուղի, իսկ ավելի ուշ նա դարձավ առաջին կինը, ով 2 անգամ առաջադրվեց Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում։ Քեթրին Բիգելոուն բոլորովին այլ ճանապարհ էր ընտրել։ Նա հիմնականում նկարում էր պատերազմական և էքշն ֆիլմեր։ Point Break, The Hurt Locker, Zero Dark Thirty ֆիլմերը հաջողության հասան ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև կինոքննադատների շրջանակում։ Իսկ The Hurt Locker-ի համար նա դարձավ Օսկարի լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթած առաջին կինը։ Իսկ եթե խոսենք մեր ժամանակների հայտնի կին ռեժիսորներից, դժվար է շրջանցել Գրետա Գերվիգին, ում կողմից նկարահանված Բարբի ֆիլմը դարձավ կնոջ կողմից նկարահանված ամենահաջողված ֆիլմերից մեկը։ Բայց նրա ուժը միայն վաճառված տոմսերի մեջ չէր։ Գերվիգը հումորի միջոցով կարողանում էր խոսել մարդու ինքնության, հասունության և մարդու ներաշխարհի մասին։ Բայց այս տարի պատմություն կերտվեց ոչ միայն ռեժիսուրայում։ 2026 թվականի Օսկարում օպերատոր Օթոմ Դյուրելդը դարձավ առաջին կինը, ով հաղթեց լավագույն օպերատորական աշխատանք Sinners ֆիլմի համար։ Հետաքրքիրը այն է, որ այդ անվանակարգում 100 տարվա ընթացքում ընդամենը մի քանի կին էր առաջադրվել, իսկ հաղթող երբևէ չէր եղել։ Եվս մեկ ապացույց, որ կինոյի պատմությունը շարունակում է գրվել մեր աչքի առաջ։ Երբ ֆիլմի վերջում
սկսում են բարձրանալ տիտրերը, շատ հաճախ չենք հասցնում կարդալ բոլոր անունները, բայց նրանցից յուրաքանչյուրը իրենց դերն են ունեցել ֆիլմի ստեղծման գործում։ Երկար տարիներ կանանց անունները մնում էին ստվերում, բայց հիմա արդեն պարզ է, որ նրանք երբեք էլ երկրորդական դեր չեն ունեցել։ Նրանք ստեղծել են, ղեկավարել եւ նորարարություններ են արել կինոյում եւ փոխել կինոյի լեզուն։ Ու գուցե հենց սա է այս պատմության կարևոր միտքը։ Կինոյի պատմությունը միայն տղամարդկանց պատմություն չէ, այն միշտ եղել է նաև կնոջ մասին։ Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ էիք։ Սիրեք լավ կինոն եւ հիշեք, յուրաքանչյուր լավ կինոյի հետևում կանգնած են եւ տղամարդիկ եւ կանայք։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի ոչինչ բաց չթողնեք կինոաշխարհից։